Ընդամենը 2 ամիս առաջ մեր մոտ հյուր եկան, 2 հոգի, որոնցից մեկը հայ էր, մեկն էլ չես հասկանա ինչ էր, կիսա ուկրաինացի էր, կիսա որտեղից էր, երեքն աստե ելույթ էր ունենում։ Իրեն հրավիրել էին։ Ես դա դավաճանություն եմ համարում, այո, ու ես դա ուզում եմ դա նշեմ, որովհետև հայ ազգի խնդրումը միշտ եղել է այն, որ նա միասնական կյանքում չի եղել։ Բայց այդ բանը պետք է մի օր վերջանա, ու մենք պետք է բառերը իրենց անուններով նշենք։ Այդ մարդիկ եկել էին մեր գրասենյակ եւ առաջարկում էին $4 միլիոն մեր ընկերության համար։ Ու վախացնում էին նրանով, որ երբ որ նրանք կգան մեր քաղաք, կտևի ընդամենը 5-6 ամիս, երբ որ նրանք կհասնեն մեր թվերին։ Դա անգրագետ մոտեցում է, ու դրանք իրենց անգրագետ մոտեցումը շարունակելու են, բայց ես դրա մասին չէ, որ այսօր ուզում եմ խոսամ։ Այսինքն գնահատական է 4 միլիոնի, դա իմ հորինածը չէ, դրանք այդ իրանց առաջարկներ այդ պայն։ Այդ պայից անցավ 2 ամիս, մենք աճել ենք 2 ամսում մոտ 25-30%-ով, ընդամենը 2 ամսում։ Ցանկացած գործարար, որը աշխատում է նշան չունի աշխարհի գործերում, հասկանում է, որ 25-30% աճը 2 ամսում, դա հսկայական թիվ է։ Երեք մենակ, մենք մի օրվա ընթացքում 1000 պատվեր չենք կարողացել իրականացնել։ Ես ներողություն եմ դրա համար խնդրում, բայց այդտեղ հարցը ներողությունը չի, սա ասինքն marketplace-ա, պահանջարկն ու առաջարկը միշտ իրար հավասար չեն, այսինքն պայրան լինում, երբ որ առաջարկն է շատ, պայրան լինում, երբ որ պահանջարկն է շատ, եւ դա մեր բիզնեսի առանձնահատկությունն է։ Սրան հասնելու համար ընդհանրապես մի քանի բան է պետք։ Պետք է թիմ, պետք է նոր ներդրումներ ու պետք է համակիրների բանակ, որոնք հավատան սրան։ Եվ մենք մեր պստիկ երկրում ընդամենը 3 տարվա ընթացքում կստեղծենք $50 միլիոն ընկերություն։ Ես որ ասում եմ մենք, ես չեմ նկատի չունեմ ինձ եւ մի քանի հոգու, ես նկատի ունեմ մեզ բոլորիս, մեր հայ ազգը։ Որտեղ մեր մոտ կա թյուր կարծիք, որ եթե ես աշխատում եմ մի ընկերությունում, դա իմը չէ, դա պատկանում է ինչ-որ մեկին, դա իր բիզնեսն է, ու մենակ ինքը պետք է դրա համար պախատը լինի, սա որ աշխատի ու մտածի, թե ոնց դա պետք է մեծացնել։ Այդ ստրուկի հոգեբանությունը մեր մեջ եկել է դարերով, դա մի օրում չի եկել։ Մենք վերջին անգամ ուժեղ պետականություն ունեցել ենք 20 դար առաջ, երբ որ հայ մարդ համարում էր, որ այս իր երկիրն է։ Իսկ դրանից հետո միշտ այդպես չի եղել։ Դրա համար այդ ստրուկի հոգեբանությունը մինչ օրս մեր մեջ է մտած։ Երբ մենք չենք հավատում սեփական ուժերին, երբ մենք չենք հավատում մեր առաջնորդներին, ընդհանրապես առաջնորդ չընդունելը մեր ազգի առանձնահատկություններից մեկն է։ Եթե ձեզ թվում է, որ չինական, կորեական կամ ճապոնական ապրանքը միշտ որակով է եղել, դա այդպես չէ։ Երբ որ ճապոնական առաջի ավտոմեքենաները ներկրում են Ամերիկա, դա ասոցացվում էր շատ անորակ էժանագույն ապրանքի հետ։ Այսօր ամերիկական ավտոպրոմը պարտվել է ճապոնականի։ Ինչի հաշվին։ Նրա հաշվին, որ ճապոնացիք այդպես չեն մտածել։ Նրա հաշվին, որ ճապոնացին իրեն ստրուկ չի համարել մի ընկերությունում, որտեղ նա աշխատում է։ Այդ դրա պատճառով Ճապոնիա կղզին գերտերություն է տնտեսական առումով։ Ճապոնիայից հետո նույնը արել է Կորեան։ Ինչն է մեզ խանգարում դա իրականացնել։ Հավատի պակասը, աշխատասիրության պակասը, ինչն է մեզ խանգարում։ Ընդամենը 2 ամիս առաջ հերթական անգամ մեր վրա հարձակում գործվեց արտաքին աշխարհից, որը իրականում չէր դադարում, բայց ուժ գնացավ։ Ինչ տեղի ունեցավ։ Ով մեզ պաշտպանեց։ Հիմա մարդիկ կան, որ մտածում են դա պաշտպանել է մեր հյուսիսային գերտերությունը։ Եվ եթե այդ գերտերությունը չլինի, ապա մենք կործանված ենք։ Այդ գերտերության պատմությունը ընդամենը 10 դար է։ Մենք մինչև իրենց հայտնվելը 20 դար պատմություն ունենք։ Նման հիմարություն ասել չի կարելի։
Մեզ պաշտպանել են 18 տարեկան երեխեքը, որոնք չեն վախեցել, չեն հուսահատվել, հավատ ունեն ու կանգնել են ու շատերը մահացել են։ Հիմա կասեք, թե ինչ է կապում դա այսօրվա ելույթի հետ։ Դա կապը ակնհայտ է, ով չի հասկանում, նա խելք չունի։ Առանց տնտեսության չի կարող լինել պետություն, առանց պետության չի կարող լինել ազգ։ Իսկ տնտեսության հիմքը առողջ ընկերություններն են։ Ընդամենը 2 ամիս առաջ մենք պետք է փակեինք $500,000 ռաունդ։ Երեկվա այն ընկերոջ գալու պատճառով 2 ամիս առաջ մեր գրասենյակ, մեր ներդրողի ոտերը թուլացան, նա այնքան վախեցավ, որ հրաժարվեց իր մասնաբաժինը դնելու մեր ընկերության մեջ։ Եվ այդ պատճառով եւս մեկ ներդրող, որը Հոլանդիայից էր, հրաժարվեց այդ գործարքին մասնակցելու։ Եթե ձեզ թվում է, թե բիզնեսը ազգային չէ, դուք սխալվում եք։ Ցանկացած բիզնես քաղաքականացված է եւ ազգային է։ Ցանկացած բիզնեսի հետեւ որևէ պետություն է կանգնած։ Այն որ սիլիկոնյան հովիտը հաջողակ է, դա հենց այնպես չէ։ Սիլիկոնյան հովիտի հետևը կանգնած է ԱՄՆ պետությունը։ Կանգնած է նորաթուխ ամերիկյան ազգը։ Կանգնած են բոլոր ներգաղթյալ մարդիկ, որոնք սաղ աշխարհից փախնում են իրենց երկրներից, գնում են այնտեղ։ Բայց մենք ուզում ենք գաղթենք ուրիշ երկիր եւ ուզում ենք արդյոք չունենալ սեփական երկիրը։ Կորցնել են, որ ինչ որ մենք այսօր ունենք։ Ինձ թվում է մենք դա չենք ուզում։ Դարի սկզբին մենք պետություն չունեինք։ Բայց հայկական կապիտալը գերիշխող էր Բաքվում, Թիֆլիսում, Պոլսում, ինչպես սիրում է նշել իմ ընկեր Հայկ Պալակյանը, որը ստեղ նստած է։ Ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ այն, որ այսօր հայկական կապիտալ Բաքվում, Թիֆլիսում եւ Պոլսում գոյություն չունի։ Իսկ հայերը, որ այդ քաղաքներում ապրում էին, այնտեղ չկան, շատերը ընդհանրապես չկան, իրենց սերունդների հետ միասին։ Բայց նրանք հարուստ մարդիկ էին, նրանք ընկերություններ ունեին, նրանք արտադրանք ունեին, նրանք տնօրենում էին Թուրքիա պետության բանկային համակարգի 90%-ը։ Ինչ եղավ շարունակությունը։ Մենք մի քիչ խելք հավաքեցինք։ Կենտրոնացանք այս հողի վրա։ Ստեղծվեց Երևան քաղաքը, որը միլիոնանոց քաղաք էր, եւ առաջի անգամ նորագույն պատմության մեջ հայը ստեղծում էր ոչ թե ուրիշի քաղաք, այլ սեփականը։ Եվ տեսեք, ընդամենը 70 տարի անցավ, եւ մենք ունենք հիասքանչ քաղաք, որտեղ աշխարհի սփյուռ հայությունը հյուր է գալիս եւ հպարտանում, որ նա երկիր ունի, սեփական։ Նայեք, երբ որ գնանք Ամերիկա, այնտեղ Made in Armenia-ով չենք կարող հաղթենք Uber-ին։ Ճիշտ է։ Երբ որ գնանք Մոսկվա, մենք Made in Armenia-ով չենք կարող հաղթել Get-ին։ Վրաստանում չենք կարող Made in Armenia-ով հաղթել։ Ժորժ ջան, այս խոսակցությունը այս զալի համար է։ Ժորժ ջան։ Եթե մենք միասնական չլինենք, խոսքը մենակ շուկայի մասին չի, թիմ ստեղծելու մասին էլ է։ Դուք թիմ ստեղծել հարավոր ծանր գործ է, թիմ պետք է ոգեշնչված լինի։ Այդ թիմը եթե գաղափարախոսություն չունի, ինչի հաշվին այնքան ամեն առավոտ գալու գործի հասկանում եք, եթե զուտ աշխատավարձ ստանալու դա հավատացնում եմ ձեզ վատ մոտիվացիա է։ Գաղափարախոսությունը մեր ընկերության, այս շուկայի համար ենք մենք տալիս մեր ազգին։ Վրացուն մենք նույն բանը պատմել չենք կարող։ Վրացու համար ուրիշ պատմություն կա։ Բայց մենք մեր բնի մեջ, մեր կայսրության, հռոմեական կայսրություն ոնց է տարածվել մի քաղաքից։ Եթե մենք այդ քաղաքում միասնական չեղանք, այդ բիզնես կայսրությունը չի ստեղծվի ուղղակի։ Դրա համար էլ մենք ընտրել ենք այդ գաղափարախոսությունը։ Հիմա ես որ ասեմ, գիտեք ինչ, բարություն ենք տարածում սաղ աշխարհով։ Երբ որ մեր վրա կրակում են, դուք կարող եք ասել մի խառնի բիզնեսը մնացածի հետ,
Բայց այդ իրար հետ կապակցված է, եթե ես ոգեշնչվում եմ դրանով, եթե ես աշխատում եմ նրա համար, որ մեր ընկերությունը հզոր դառնա, որ մեր տնտեսությունը հզոր դառնա, ես իրանք չունեմ դա պատմել իմ ազգիս։ Բարև ձեզ, մի հատ հարց ես ունեմ։ Ձեր ասացից ես ոնց հասկացա, դուք ուզում եք, որ պետությունը եւ ժողովուրդը ձեզ աջակցի, դա շատ գովելի է, բայց մեր պետության վրա հույս դնել, որ կառավարական մակարդակով օգնություն կստանաք, երևի դժվար է, որովհետեւ մենք մեր բոլոր բնական մոնոպոլիաները վաճառել ենք, իսկ ժողովրդի առումով շատ ողջունելի առաջարկ է, ես անձամբ երբեք տաքսից չեմ օգտվում, միայն այրոպորտից մեկ-մեկ տուն գալու համար, սրանից հետո միշտ ջիջի տաքսից կօգտվեմ ու կոչ եմ անում բոլորս էլ անենք Yandex-ին շուկայից դուրս մղենք, թող ջիջի տաքսին զարգանա, բայց դուք էլ ձեր կողմից պետք է փորձեք ավելի լավ սերվիս տրամադրել։ Իսկ հարցս նրանն է կապված, որ դուք ասիք, որ մի հատ մարդ եկավ, տոլի ուկրաինացի, տոլի հրեա, տենց ինչ-որ ինտոնացիա։ Ես հրեա բառը չեմ օգտագործել։ Ուկրաինացի, հետո տոլի, լավ, այդ մարդու մասին ասիք ինքը դավաճան էր։ Ես իրեն դավաճան չեմ անում։ Չէ, բառը հնչել է, կարող է մի քիչ ուրիշ կոնտեքստով էր, կխնդրեի մեկնաբան, որտեղ երեք պետքսրակտի տնօրենը, որ ստեղ եկել էր, խոսում էր, ասում էր, երբ որ իմ մոտ մարդ է գալիս, որ ասում էր Կիպրոսում թե Մալթայում բացեմ մեր ֆիլբանը, գրասենյակը, ասում եմ Մալթայում բացեցի, որ իմ աշխատողը պատահաբար փակում ոչ մի խաղային բիզնեսով աշխատող մարդու հետ չշփվի ու ոչ մի գաղտնիք չբացահայտի։ Հիմա այդ մարդը ինչ մեղք ունի, ինչու է ինքը դավաճան, այդ պահը ես չհասկացա, դա ես այդ մարդը դավաճան չեմ անվանել, կներեք, երևի սխալ է հասկացվել, ես ասել եմ այս միջոցառմանը այդ ձևի մրցակից ընկերությանը, որը իրան լկտի է պահում, գովազդել մեր ռեսուրսներով, այդ դա կարող է դավաճանություն լինել, իսկ այդ մարդը իր գործն է անում ու ինքը ոչ մի դեպքում դավաճան չի։ Ուրեմն մի հարց էլ ես տամ, կապված է Yandex տաքսի կողմից այդ փորձի հետ, որ ձեզ գնելու 4 միլիոն դոլարով, ձեր կարծիքով Հայաստանը ուրեմն փոքր շուկա է, հիմնականում աղքատ երկիր ու եկամուտի տեսակետից դա իրանց եկամուտի երևի մի տոկոսն էլ չի ապահովի, էլի հայկական շուկան։ Ու իմ հարցը հետևյալն է, որ նաև ջիջին էլ տարածվում է դեպի Վրաստան, հետագայում կարող է դեպի Ռուսաստան, այսինքն Yandex տաքսի կողմից ձեզ գնելու փորձը կամ Հայաստան գալու փորձը կապված է իրանց շուկայում ինչ-որ եկամուտ ստանալու հետ, թե ուղղակի իրանց նպատակն է ջիջին առնել ու փակել, որպեսզի հետագայում Ռուսաստանում մրցակցություն չառաջանա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, ինձ թվում է երկրորդ տարբերակ ավելի նպատակահարմար է, քանի որ փոքր այնքան փոքր չի, բայց այնտեղ կան 50-100-ավոր ուրիշ քաղաքներ, որոնք էլի նույն մեծության են եւ ավելի մեծ են, բայց ուշադրություն է գրավել հենց մեր քաղաքը, որովհետեւ ստե ուժեղ խաղացող կա ու իրականում ես շատ բարձր եմ գնահատում եւ շնորհակալ եմ իրենց, որ իրենք մեզ են ընտրել, ոնց որ որպես հակառակորդ, հա, քանի որ մրցակցություն ուժեղացնում է ընկերությունը։ Քանի որ եթե նրանք մեզ են ընտրել, նշանակում է մենք իրոք ուժեղ ենք։ Ու հա, ինձ թվում է, որ ստեղ գալու իմաստը այն է, որ ավելի լավ ոնց որ նախահարցակ լինես, քան թե սպասես, երբ որ քո վրա կհարցակվեն։ Մի հարցեր ես ձեզ տամ, եթե վերջացեցիք, ուրեմն այս ձեր մրցակցի մասին, որի մասին ագին խոսացինք, երեք հոդված էի կարդում իրանց առաջարկած այդ մարքեթինգային քայլերի մասին, որ մինիմալը ինչ-որ լինելու է 2 կիլոմետրից սկսած, վարորդներից մի տարի թե ինչքան ժամանակ իրենք չեն գումար գանձելու եւ այլն։ Դուք ինչ քայլերով եք, բացի միավորվելուց, իրար հետ լինելուց, ինչ-որ քայլեր ունեք մտածած կամ պլանավորած, որ դրա դեմն առնեք, մրցակցեք, տենց։ Այդ քայլերի մասին դուք մոտակա տարիներին կտեսնեք, հա, այդ քայլերը իրենցից ինչ են ներկայացնում։ Այս պայն մարքեթինգային մեր հնարքների մասին ես պատմել դեռ չեմ ուզում։ Իսկ երկարաժամկետ տարբերակով Yandex-ը մեզ, եթե չեմ ուզում անընդհատ դրա մասին խոսալ, բայց մեզ ավելի հետաքրքիր է գլոբալ աշխարհում եղած թոփ խաղացողները, իդեմս Uber-ի եւ ավելին քան Uber-ի Tesla ընկերությանը, քան թե Yandex-ին։ Այսինքն դուք հաղթում եք մենամարտ այն ժամանակ, երբ որ ձեր
դրա ձեր կողմից դրված նշաձողը շատ ավելի բարձր է, քան թե այն նշաձողը, որ դրել է հակառակորդը։ Տվյալ պարագայում Yandex-ը մեզ համար ընդհանրապես փոքր փորձություն է, որը մենք պետք է հաղթահարենք, ապացուցելու համար, որ մենք կենսունակ ենք։ Հիմնական հայկական խոշոր կամպանիաները, չգիտեմ, Տեցը, Գեցը, ասենք, չգիտեմ, էլեկտրական ցանցերը, բոլորը ռուսական են։ Ու գնալով ռուսաֆիկացվում են հիմնական ոլորտները մեր տնտեսության։ Ու հասկանում եմ նաև քո մտավախությունը, որ մի օր նաև այս ոլորտում կլինի ռուսաֆիկացված շուկա ու դրանից բխող բոլոր հետևանքներով։ Եթե մենք ազգովի պայքարում էինք հոսանքի գնի թանկացման դեմ, բոլորս հիշում ենք այդ ժամանակները, չէ՞, բոլորս պայքարում էինք, բայց մենք եթե մի փոքր ավելի շուտ պայքարեինք դրա դիմաց, որ դա չռուսաֆիկացվեր, հարցը դրան չէր հասնի։ Արդյունքում թանկացավ, արդյունքը այն էր ինչ կա։ Հիմա այսօրվա Խաչատուրի ելույթը ես գնահատում եմ այդ տեսանկյունից մի քայլ առաջ մտածել եւ մի քայլ առաջ գործել, որ վաղ ամբողջ ազգով չպայքարենք, թե ինչի 1 կիլոմետրը Yandex-ը դրել է 200 դրամ կամ 300 դրամ, կամ ինչի, օրինակ, չգիտեմ, սպառողների հանդեպ կա նման վերաբերմունք կամ, չգիտեմ, ցանկացած այլ ոչ մեր համար ընդունելի տարբերակ։ Դրա համար ես Խաչատուրի ելույթը գնահատում եմ մի քայլ առաջ մտածել ու այսօր Yandex-ի ընտրած քաղաքականությունը, որ գնային է ինքը միանգամից մտնում շուկա, այսինքն ինքը ուժեղ է փողով, ունի շատ փող, միանգամից փողով փորձում է շուկան գրավել, այսինքն գինը իջացնում է, մինիմալն իջացնում է, ես երկու մտավախություն ունեմ։ Առաջինը, որ ինքը լինելով արտասահմանյան կազմակերպություն որոշակի նորաձև կարա թվա մեր հաճախորդի համար, այսինքն նորաձև արտասահմանյանը միգուցե ցանկությունը մեծ լինի օգտվելու, եւ երկրորդը կարճաժամկետ կտրվածքով, լավ է, որ դու ավելի էժան ես տալի, բայց երկարաժամկետ կտրվածքով այդ էժանը դուրս է գալու, երբեք ոչինչ անվճար չի լինում այս կյանքում։ Եթե դու այսօր վճարում ես մինիմալի համար 200 դրամ, դու պետք է իմանաս, որ մի տարի հետո մինիմալի համար 800 կամ 1000 դրամ ես վճարելու։ Ցավոք, մեր հոգեբանությունը, մարդկային հոգեբանությունը երբեմն կարճաժամկետ բարիքը փոխարինում է երկարաժամկետ ավելի մեծ բարիքի հետ։ Ամբողջ խնդիրը դրա մեջ է։ Իրականում մրցակցությունը լավ է, իրականում մրցակցությունը ուժեղացնելու է տաքսին, բայց հաշվի առնելով արդեն մեր շուկայի խոշոր ոլորտների ռուսաֆիկացված լինելուն եւ հաշվի առնելով այն, որ մի օր այդ նույն խնդիրը լինելու է նաև այս շուկայում, ես Խաչատուրի ելույթը գնահատում եմ նաև որպես կոչ մեր ազգին, որ մենք ինչ-որ առումով դա թույլ չտանք։ Վստահ եմ, որ մենք լիքը գործ ունենք անելու ազգովի, վստահ եմ, որ Խաչատուրը որպես հիմնադիր եւ Արտաշեսը որպես մյուս հիմնադիր կազմակերպության այս ամեն ինչից հետո պետք է երկու անգամ ավելի մեծ պատասխանատվություն վերցնեն իրենց սպառողների նկատմամբ, ես վստահ եմ։ Եվ վստահ եմ, որ դուք դա կանեք, Խաչատուր ջան։ Այնպես որ ես անձամբ եւ չգիտեմ, նաեւ իմ նման լիքը մարդիկ ձեր կողքն են այն գաղափարի համար, այն նպատակի համար, որ վաղը մենք ստիպված չլինենք, ստիպված, հա, այն որ կա Yandex-ն, չկա Yandex-ն։ Նիկոլ ջան, շնորհակալ եմ, բայց խնդիրը նաեւ որ խոսածածի մեջ մի 20 անգամ Yandex բառը հնչեց ու այդտեղ նախ հայտարարել թե ինչ որ բան արժի այսքան այդ անհետեցությունն է, երբ որ այդ բանը հələ չի վաճառվում։ Երբ որ վաճառվի այդ փաստը կլինի իրականություն, մենք բոլորս ուրախանանք։ Ես անձամբ տաքսիներ չեմ օգտվում, դու գիտես։ Եվ ավտոբուսով գործի գնում։ Հետ էլ ոտով հետ եմ գալիս։ Հիմա եթե մենք ազգովի տենց անենք, շատ ավելի առողջ կլինենք։ Իսկ ինչ վերաբերում է ռուսաֆիկացմանը էլեկտրոցանցերի, ես համաձայն չեմ, դա Տաշիր ընկերությանն է, որի դենքան հայկական է, բայց շարունակությունը ասեմ, որ մենք այդ հակառուսամետություն ես չեմ քարոզում։ Վաղը մենք աշխատելու ենք ամբողջ Ռուսաստանը։ Ու այդ ժամանակ այդ հակառուսական այս ճառով, ասենք մենք մեզ ուղղակի չեն թողնի աշխատել։ Չէ, բայց մենք պես կա մարդիկ իմանան սաղ աշխարհում, որ մենք էլ կանք, որ մենք մերը ունենք, ու այդ մերը մենք սիրում ենք, այդ է խնդիրը։